Ադրբեջանի նպատակը նաև հայերին ցեղասպանության մեջ մեղադրելն է։ Եվ դրա մասին մի շարք process-ներ կա այսօր քարոզչական դաշտում տարվող, ինչու եմ շեշտում միշտ քարոզչական, որտեղ դա ուղիղ ցուցիչն է, թե Ադրբեջանը ինչ ուղղությամբ է իր արտաքին քաղաքականությունը տանում եւ տանելու ապագայում։ Տեսեք, նախ ոսկորներ են հայտնաբերում 20 թվականից հետո այն հատվածները, որը օկուպացվեց Ադրբեջանի կողմից, այդ հատվածներում եւ 23 թվականից հետո, երբ որ ամբողջ Արցախը օկուպացվեց, այդ հատվածներում ոսկորներ են հայտնաբերվում, այդ ոսկորներին արդեն իսկ անուններ կա, այդ մարդիկ ովքեր են, որտեղ են թաղված, ովքեր են ոչռագործությունը իրականացրել, առանց ԴՆԹ թեստի, առանց միջազգային փորձագետների ներգրավման, արդեն իրենք ունեն վերդիկտ, նշելով, որ այս մարդիկ անուններ են նշում, հիմա հեշտ կարևոր չէ մարդկանց անունները նշել, բերում են լացող կանանց, այդտեղ դրամատիկ թատրոն են կազմակերպում, այդ կանայք կանգնում են գերեզմաների մեջտեղում, նկարվում են ժպիտը դեմքներին, այսինքն անգամ դեմքից հասկանում ես, որ այդ մարդը ցավ չի ապրում ներսից, բերած մարդիկ են։ Դա շատ մեծ ցնծությամբ տարածվում է Ադրբեջանի տեղեկատվական դաշտում, բնականաբար Ադրբեջանում աշխատող դիվանագիտական ներկայացուցիչները մոնիտորինգել են, չէ՞, ինչա կատարում երկրի ներսում։ Այդ ռիփորթինգ ասվածը զեկույցների կազմեն ուղարկելը ինքը կարող է սկզբում փոքր հանգամանք թվա, բայց երկարաժամկետի հարցում ինքը լուրջ ազդեցություն է ունենալու։ Եվ Ադրբեջանը այստեղ երկու նպատակ անում։ Առաջինը համոզում է իր ներքին հասարակությունը, որ տեսեք, ցեղասպանել են, երեխաների են սպանել, տարած կանանց են սպանել։ Եվ երկրորդ հանգամանքը, որ ադրբեջանցին ինքը բերի այստեղ, Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի տրամաբանության ներքո, այնտեղ անգամ այդ կառույցի տեսլականի մեջ կետ կա գրված, որտեղ ասում է, որ անվտանգությունը չպետք է պահպանվի հայերի կողմից, որպեսզի տրամաբանական բացատրություն ու պահանջը լինի փոխկապակցված, այսինքն մեկ ցույց են տալիս, որ 90-ականներին իբր թե երեխաներ են սպանվել հայերի ձեռամբ, ու հատուկ նշում են, որ ցեղասպանություն բառը ինքը մշտապես չի կիրառվում, բայց կիրառվում է այն ժամանակ, երբ որ դա լուսաբանվում է։ Օրինակ կան տարբեր նկարներ կադրեր, որոնք զուտ լրատվությամբ անցնում են Ադրբեջանի, մի քանի ոսկոր են գտնում, 2-3, դա ներկայացնում է, որ հայերն են նրանց սպանել։ Բայց երբ որ, չգիտեմ, 10 կամ 11 ոսկոր են գտնում, դա ցեղասպանություն է ներկայացում, բերում են լրատվականներ, լացող կանանց, ու դա մի հատ մեկ շաբաթ տևող process է գնում։ Եվ բնականաբար, որպեսզի կարևոր լինի եւ կարողանան ադրբեջանական կողմը հակահայկական կառույցը սարքեն իրականություն Հայաստանի ներսում, հող պետք է նախապատրաստել, որպեսզի իրանք կարողանան թելադրող դիրքերից հանդես գան։